Գործը մտել է դատական քննության։ Քաղաքական հետապնդման կտորը շարունակում են պատվարժան դատարան եւ դժբախտաբար ձեզ էլ պետք է անդրադառնալ։ Ունենք 18 անց, ունենք շարիկ ունեն, որ պատահական պատասխաններ է տալիս, շարժում ես, այո կամ ոչ կամ ինչ-որ ֆորմատով։ Յուրաքանչյուր այս մեղադրյալներից մեկի խափանման միջոցը ոնց որ այդպիսի մի գործիքով կայացրած լինենք։ Ի սկզբանե եկել է, լավ, ըստ ունենք Բագրատ Սրբազանը ունի առանձնահատուկ կարգավիճակ վերակարգրություն։ Մնացած մեղադրյալների մասով 17 մեղադրյալի գերացած բացառապես բառացի նույն մեղադրանքը։ Մեկին մինչև գործը ձեր մոտ գալը դատանը որոշել է կիրառել խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին, դա իր սարկավագին։ Մնացած բոլորը եկել են դատարան պլանավորված։ Հիմա այս պահին վիճակը որ նայենք, մեկին բացակայելու արգելք կա, մյուսին վարչական հսկողությունը գիշերային ժամերի սահմանափակում, երրորդին վարչական հսկողությունը առանց ժամային սահմանափակումների, չորրորդին վարչական հսկողությունը որոշակի տեղեր այցելելու սահմանափակումը, մարդաշատ վայրեր, մինչև այսօր չգիտենք այդ մարդաշատ վայրը ոնց հասկանանք։ Երրորդին այս ամեն ինչը մյուսին զուգորդված ինչ-որ չափի գերավով են, մյուսի գերավը մի քիչ ավել, ընդհանրապես դատական ակտերում չունենք տվյալ անձանց գույքային դրության մասին եւ այլն։ Մի խումբ անձանց գալիս է արդեն տնային կալանք էլի տարբեր ռեժիմների սահմանափակումներով, դատական ակտերը ձեր կայացրած ես վերցնում նայում եմ, պատճառաբանությունները շարադրանքը լրիվ նույնն է, մեղադրանքները լրիվ նույնն են, վերջում ձևակերպումը ինչ-որ բան։ Այո, հնարավորություն ունենք բոլորին պահել կալանքի տակ, եթե նայում ենք քաղաքական հետապնդման, ապօրինի հետապնդման տրամաբանության մեջ, բայց կարող եմ իմ մոտեցումը մի քիչ ծայրահեղական է գործընկերներս չկիսեն, բայց ես չեմ ընդունում անձանց իրավունքների փոքր սահմանափակման, ոչ օրինական փոքր սահմանափակման թույլատրելիությունը։ Բնականաբար լավ է, որ օրինակ Լիդիա Մանթաշյանը կալանավայրում չի եւ վարչական հսկողության պայմաններում կարողանում է նաև աշխատել։ Բայց երբ որ նայում ենք ինչ պետք է լիներ բնական իրադրությունը, ընդհանրապես պետք է նրա նկատմամբ մեղադրանք չլներ, որովհետև խափանման միջոց չլիներ։ Օրինակ, դուք որևէ անձի հաճելի կլինի, երբ որ գիշերը քնած տեղից զարթնում է, որովհետև ոտքին դրված սարքը հանկարծ զարյատկան նստել է ու հենց բան հուշում է, որ ժամը 4-ին պետք է զարթնել ու զարյատկի դնել այդ սարքը։ Կամ գնալ ինչ-որ սարճարանում նստել, ողքի բանից միանալ զարյատկայի։ Ինչի համար? Քաղաքական, հասարակական դիրքորոշում արտահայտելու համար։ Այդ էլ է եղել ձեր հնարավորությունների տիրույթում, գոնե դատաքննության ընթացքում մինիմալի հասցնել բոլոր այն խախտումները, որը իրավապահ մարմինները արել են եւ ինչպես արդեն ասացի, ազատվելու համար շատ շուտ ուղարկել դատարաններ։ Բայց այդտեղ էլ ես հետևողականություն եւ փաստերի պատճառը հետևանքային կապ չեմ տեսնում, ավելի շուտ տպավորություն է ստանա, որ ըստ տրամադրությամբ եք որոշումներ կայացնում։ Ինչի ես ամեն ինչը պատմեցի, որտեղ քաղաքական հետապնդում է, որ սկսվել էր իրավապահ մարմինների կողմից, ցավոք սրտի դուք եք շարունակում։ Այո, հայտարարություն կատարել եք, որ դատարանը անկախ է, ինքնուրույն է որոշումներ կայացնում, որևէ անձի հանդեպ տրամադրվածություն չունի։ Ես էլ հայտարարել եմ դրա հակառակը, բայց հաղթում են փաստերը։ Իրավական պարզ տրամաբանությունը հուշում էր, որ այն պարագայում, երբ որ վերաքննիչ դատարանը որոշեց, որ հրահեր սարքավագը չպետք է լինի կալանքի տակ եւ բացակայելու արգելք խափանման միջոցով պետք է ներկայանա դատարան, դատարանը հետևելով եւ խտրականության արգելքի եւ պարզ մարդկային վերաբերմունք ցուցաբերելով բոլորի հանդեպ պետք է կիրառեր նույն մոտեցումը։
Ի վերջո ամիսների կտրվածքով խափանման միջոցները որոշակիորեն մեղմացվեցին ձեր կողմից, բայց ինչի պետք է օրինակ Իձե քանի ամիս ես նստել 5 ամիս Լիզա Մանտաշյանը անցկացներ Կալանավայրում, որն էր դրա հանրային օգուտը։ Հիմա երբ որ Կալանավայրում չի ինչպես ազդում ես գործի վրա կամ ինչ կերպա խոչընդոտում կամ ինչ պրոբլեմա ստեղծում։ Եվ յուրաքանչյուրի մասին անհատական կարող եմ այսպես ասել։ Այս բոլոր գործընթացները գալիս են հուշելու, որ մենք ցավոք սրտի շատ վաղուց գործ չունենք հասարակ իրավական գործընթացների հետ։ Ինքան հաճույքով եմ գնում մասնակցում ինչ-որ կեղտոտ քրեական գործի, որտեղ կա հանցագործություն, կան ինչ-որ լուրջ իրավական փաստարկներ, շատ բան տարօրինակ է էլի այս բանը ասել, բայց այո, հաճույք եմ ստանում, որտեղ մասնագիտական գործունեություն եմ իրականացնում այնտեղ ամբողջ ծավալով։ Այստեղ ինձ ոնց որ մենախոսությամբ ենք զբաղվում, համարելով, որ իրականացնում ենք պաշտպանություն։ Ավելի ճիշտ մենախոսություն չի, հասկանում ենք, որ ձեր համար նշանակություն չի ունենալու, բայց գոնե մեր կոմունիկացիան ստեղծում ենք հանրության հետ